Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք անչափ համեղ և փափուկ տնական ռուլետ, երկու տարբեր միջուկներով։ Մեկը կլինի ցանկացած տեսակի ջեմով, իսկ մյուսը կրեմով, եփած խտացրած կաթով և կարագով։ Այս ռուլետները ոչ միայն հեշտ ու արագ են պատրաստվում, այլև կատարյալ տարբերակ են թե առօրյա, թե տոնական սեղանի համար։ Թանկագիններս դիտեք տեսանյութը մինչև վերջ և եթե ձեզ դուր գա, մի մոռացեք լայքել, բաժանորդագրվել ալիքին ու գրել մեկնաբանություններում, որ միջուկով տարբերակն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Առանձնացնում ենք 5 ձվի սպիտակուցները և դեղնուցները։ Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև ստանանք կայուն զանգված։ Սա մի կողմ ենք դնում և առանձին տարայի մեջ հարում ենք 5 ձվի դեղնուցները և 100 գրամ շաքարավազ, մինչև ծավալը մեծանա մոտ 2 անգամ։ Այնուհետև հարած սպիտակուցների զանգվածը քիչ-քիչ ավելացնում ենք դեղնուցների զանգվածի վրա և զգուշորեն խառնում ենք։ Աշխատում ենք այնպես անել, որ ծավալը չփոքրանա, որպեսզի բիսկվիթի շերտը ստացվի բարձր, փափուկ և ծակոտկեն։ Եթե պատրաստվում եք թխել ռուլետ առաջին անգամ, վստահաբար օգտվեք այս բաղադրատոմսից, ստացվում է նույնիսկ առաջին փորձից։ Երբ ստանում ենք միատարր զանգված, ավելացնում ենք 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ և 1 քառորդ թեյի գդալ սոդա։ Բիսկվիթի շերտին ճկունություն և փափկություն հաղորդելու համար կավելացնենք 3 ճաշի գդալ ձեթ։ Թաց բաղադրիչները իրար միացնելուց հետո ավելացնում ենք 170 գրամ ալյուր։ Ալյուր պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, այդպես բիսկվիթի շերտը ստացվում է բարձր և սպունգի նման ծակոտկեն։ Եվս մեկ անգամ լավ խառնում ենք, որպեսզի ալյուրի գնդիկներ չմնան և վերջ, խմորը պատրաստ է։ Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ ենք փռում, լցնում ենք խմորը և համաչափ տարածում ենք։ Թխում ենք նախապես 180 աշճան տաքացված ջեռոցում, մինչև երեսը գեղեցիկ կարմրի։ Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է 200 գրամ փափուկ կարագ, 1 բան կանխտացրած կաթ, ինչպես նաև 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ։ Կրեմի համար կարող եք օգտագործել և սովորական, և եփած խտացրած կաթ, ըստ ձեր ցանկության։ Բիսկվիթի շերտը ջեռոցից հանելուց հետո այդպես տաք-տաք վիճակում շրջում ենք մեկ այլ յուղաթղթի վրա և արագ-արագ փաթաթում ենք։ Կարող եք փաթաթել նաև սրբիչով, այսպես թողնում ենք խոհանոցային սեղանի վրա, մինչև ամբողջությամբ սառչի։ Նույն բաղադրատոմսով ես թխել եմ նաև երկրորդ շերտը։ Այս բաղադրատոմսով ստացվում է ընտիր, փափուկ և ծակոտկեն ռուլետ։ Մեկ անգամ այս տարբերակը փորձելուց հետո վստահեցնում եմ, որ այլ բաղադրատոմս չեք փնտրելու։ Տեսեք, թե ինչպես հեշտությամբ կարելի է փաթաթել շերտը, առանց ճաքերի և ավելորդ ջանքերի։ Առաջին շերտի վրա քսում եմ կրեմը և նույն ձևով փաթաթում եմ։ Կարող եք էլ ավելի հեշտացնել ձեր գործը և կրեմի փոխարեն օգտագործել նուտելլա։ Հաջորդ ռուլետի միջուկը կլինի ծիրանի ջեմ, դուք կարող եք օգտագործել ձեր ձեռքի տակ եղածը։ Մի փոքր կզարդարենք մեր պատրաստած խմորեղենը և կմատուցենք։ Ես օգտագործում եմ մարացրած դառը շոկոլադ և ընկույզ։ Վերջում պատրաստում ենք 1 գավաթ սուրճ կամ թեյ և վայելում ենք։ Սիրելիներս, այս երկու համեղ, փափուկ առանց ճաքերի ռուլետները թխելու համար ինձանից պահանջվեց ընդամենը 1 ժամ։ Դե ինչ, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք առողջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։